Պարոն Մինասյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր գնահատականը եւ այսպես հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը այս իշխանությունները շարունակում են 3 կիրակեր եւ մենք հերթական պղծությանն ենք ականատես լինում, տեսեք, ըստ էության Փաշինյանը կարծես կանգ չի առնում եւ մինչեւ անգամ արդեն քահանաները ահազանգում են ինչպես են իրենց ընտանիքի անդամներին սպառնում, իրենց սպառնում, եկեղեցու կողպեքն են ուզում ջարդել, որպեսզի իրենց բանալին դնեն եւ այս խայտարակության հետ կապված ձեր տեսակետը, եթե կարելի է մինչև դուք ձեր խոսքը կասեք, ընդհանրապես կարճ 1-2 տեսանյութ միացնենք։ Այո, երկ։ Ինձ ոչ մեկ ոչ մի բան չի ասել, եւ պատերազմով պիտի անենք, ինչ պիտի լինենք, հոգեվոր օրվերսը ոչ մի բանից դերակ չեմ, ես եկել իմ պատերազմի իրականում, ինչպես որ բնականon ուժացնում է, Արդյոք փորձելու են ուժով խոչընդոտել, գուցե ձեզ։ Դե դուք էլ եք տեսնում, որ դուրսը ինչքան ուժայիններ կան, բնականաբար այդպես լինի։ Այս տարբերակը Տեր Արտաշեսը նաև խոսում էր, որ ինչպես են փորձում իրենց, այսպես ասենք, հա, սպառնալ եւ այդ սպառնալիքների ֆոնդին իրականացնել Գևորգ այլևս նախկին Սրբազանի, որ ասում են հոգու ցանկությունները, բայց իհարկե նաև մենք ունենք արժանապատիվ հայրենակիցներ, ովքեր թույլ չեն տալիս, որ հայ առաքելական եկեղեցու դեմ պղծությունը մինչև վեր շարունակեն եւ դրանով նաև արտահայտում են բոլորիս բողոքի ձայնը։ Մեկ այլ տեսանյութով երևում է մեր հայրենակիցը Այս պահին եկեղեցում է Նիկոլ Փաշինյանը, արդեն դուրս է գալիս եւ մեր արժանապատիվ հայրենակիցը միացնում է ադրբեջանցիներին Նոլդու Փաշինյան, կարծեմ երգը։ Մեր հասարակության ստորացումն է ցույց տալիս, թե ոնց է Փաշինյանը վերջին 5 տարում ինչպես է ստորացնում, անգամ մեր կրոնն է դարձրել ստորացման ու ծիծաղ առարկա Ադրբեջանի համար։ Իմ այս ակցիան միայն այդ նպատակն էր ցույց տալու համար, որ հասարակությունում բոլորը համաձայն չեն այստեղ։ Խնդրեմ, այս ամենի հետ կապված ձեր տեսակետը եւս ձեզ մինչեւ ուր է գնալու Նիկոլ Փաշինյանը, համեցեք։ Նախ պատասխանեմ վերջի հարցին, մինչև այնտեղ, մինչև որտեղ կհանդուրժի հայ ժողովուրդը։ Իսկ եթե սկզբից գանք, Մարիամ, տես, դասագրքային ճշմարտություն է, որ գունավոր հեղափոխությունների ժամանակ այդ հեղափոխություն իրականացնողները ու նրանց տերերը ունեն մի առանցքային գերխնդիր՝ վերացնել բոլոր էլիտաները, վերացնել բոլոր հեղինակությունները, որտեղ իրանք գիտեն ժամանակի ընթացքում այդ էյֆորիան անցնելու է եւ եթե որևէ էլիտա մնա, ապա այդ էլիտան մեծ խնդրեմ է դառնալու այս պատուհասների համար, բացառություն չէր նաև Հայաստանը եւ երբ որ եկան հիշում եք եւ քաղաքական էլիտան եւ մտավորականությանը եւ առողջապահական ոլորտի էլիտան այդ բոլորի հետ միասին նաև իրենք ձեռնամուխ եղան հենց այն ժամանակ կրոնական հոգևոր էլիտայի դեմ արշավին, պետք է հիշեք նոր Հայաստան նոր հայրապետ կարգախոսը, սակայն այդտեղ իրենք չհաջողեցին եւ ես կարծում եմ, որ դրանում մեծ խորհուրդ կա, որ մեր հոգևոր վերնախավը կայուն մնաց եւ ես կարծում եմ դրա մեջ ոչ միայն խորհուրդ կա, այլև դա բացատրելի է, որտեվ դա հենց այն էլիտան է, որը ոչ թե ընդամենը ասենք թե մի 30 տարվա պատմություն ունի, այլ ունի 1700 տարվա պատմություն եւ այդ պատմության ընթացքում այդ կառույցը մեր ազգային հոգևոր կառույցը դիմակայել է բազմաթիվ ասպատակությունների ու ինքը կայուն է մնացել, կայուն ու կանգուն է մնացել ու դրանով նաև կայուն ու կանգուն է պահել մեր ազգին։ Բազմաթիվ փորձությունների արդյունքում ինքը ապացուցել է, որ ինքը այն միջնաբերդն է, որը բոլոր մյուս պարիսպների փլվելուց հետո ինքը կարողացել է իր շուրջը համախմբել ու պահել հայությանը։ Չմոռանանք, որ նա երկար ժամանակ ոչ միայն զուտ հոգևոր ծառայություն է մատուցել մեր ժողովրդին, այլև կրթել է, եղել է
կրթության հիմնական, միգուցե միակ դարբնոցը, ինքը նաև առողջապահական խնդիրներ է լուծել, երբեմն նաև դիվանագիտական խնդիրներ է լուծել, հետևաբար ի տարբերություն մեր մնացած էլիտաների, որոնք նորից եմ ուզում կրկնենք բավականին կարճ պատմություն էին ու բնականաբար չէին կարող կայացածնել, այս մեկը մեր հոգևոր էլիտան ունի այդ կայունությունը, ունի այդ փորձառությունը, միգուցե շատ ավելի մեծ, քան որևէ երկրի որևէ ինստիտուտ։ Դժվար կգտնեք աշխարհում մի պետություն, որ ունի 1700-ամյա ինստիտուտ։ Եվ դա էր պատճառը, որ ես կարծում եմ այդ 18 թվականի վայրագություններին մեր եկեղեցին հոգևոր էլիտան կարողացավ դիմակայել։ Այն ինչ որ հիմա արվում է, ես կարծում եմ հասկանալի ու անխուսափելի քայլ է այս պատոհասների կողմից, որտեղ իրենք գիտեն, որ եկել է իրենց վերջը եւ այդ վերջի օր առաջ գալու տեսակետից շատ կարեւոր է, որ մեր հոգևոր էլիտան լինի կայուն եւ այդ վճռական հարցակման ժամանակ այս չարագործների նկատմամբ ինքը իր կարևոր եւ ազգահավաք խոսքը ասի։ Եվ այդ առումով իսկապես դրանց ստորությունը, վայրագությունները ընդհանրապես երևի թե դժվար կգտնեք, ասենք թե 21-րդ դարում մի երկիր, որտեղ այդ, այսպես ասենք, էլի անարարկելի սկզբունքը, որը գալիս է ֆրանսիական մեծ հեղափոխությունից, որ եկեղեցին եւ պետությունը անջատել միմյանցից, խառնվում է պետությունը հանձինեց իր իշխանության ներխուժում է եկեղեցու գործերի մեջ, որը նոնսենս է, իսկապես անհասկանալի է։ Ցավալին այն է, որ այն երկրները, որոնք պարտավոր էին մի քանի առումով, որտեղ բարեկամ երկիր են, պարտավոր էին, որտեղ իրենց հորջորջում են առաջավոր լուսավորյալ երկրներ, բերանները ջուր են արել, աչքերը փակել են, ականջները փակել են ու որևէ սաստող հայտարարություն այս այլանդակության նկատմամբ չեն անում։ Գիտեք, օրերը կանցնեն, ժամանակները կփոխվեն, միգուցե նաև իշխանությունները փոխվեն այդ երկրներում։ Ու ինչպես այդ երկրների բազմաթիվ դրվագների հետ կապված նոր իշխանությունները ներողություն են խնդրել տուժող ժողովուրդներին իրենց նախորդների կողմից արած անպարկեշտ քայլերի համար, ես կարծում եմ, որ շատ երկրներ այդպիսի ներողություն կխնդրեն նաև իրենց այսօրվա իշխանությունների վարքագծի հետ կապված հայ ժողովրդի ապագա սերունդներին։ Դա անխուսափելի է, դա եղել է միշտ, այս անգամ էլ է այդպես լինելու։ Իսկ մեզնից ինչ է պահանջում։ Մեզնից պահանջում է մի բան՝ լինել տոկուն, լինել հավատարիմ մեր ազգային պետական արժեքներին, որոնց պաշտպաններից ամենատոկունը եւ ամենահետեւողականը դրանցից գոնե առնվազն մեկը մեր ազգային պետական եկեղեցին է։ Ու մենք կհաղթենք, որտեղ այլընտրանք չկա, որտեղ սրանց այս անխոհեմ ցնցումների վերածված վերաբերմունքը դրա մասին է խոսում։ Հետևեք, թե քանի մարդով է այս պատոհասը գնում այդ եկեղեցիներին կերակրուիր իբր թե պարտքը մատուցելու 15, 20, 30, 40 եւ հիշեք քանի մարդով ինքը դուրս գալիս փողոցներ 7-8 տարի առաջ։ Հետևաբար հասարակությունը նաև իր զգալի մեծամասնությամբ երես է թեքել սրանից եւ դա իսկապես սրան գցում է ցնցումների մեջ։ Մենք պետք է հասկանանք, որ եկել է վճռական պահը եւ այդ պահը ուշ չի։ Այս տարվա ընթացքում մենք ունենք համապետական ընտրություններ եւ այդտեղ ժողովուրդը պետք է ոչ ասի այս փորձանքին ու ազատագրի եւ իրեն եւ վերպետությունը այս չարիքից։ Մյուս հարցի հետ կապված ձեր տեսակետը հետաքրքիր է, տեսեք, Դավոսին գանք, պարոն Մինասյան, Թրամփի հայտարարությունները, որոնք բավականին ինչ-որտեղ նաև սկանդալային արձագանքի արժանացան, օրինակ մեկը Կանադայի վարչապետի կողմից, գիտեք, որ ինչ են իրենք առանձնացնում, ըստ էության Թրամփը նոր մարտահրավերներ է նետում արդյոք թե ոչ եւ Կանադայի վարչապետի խոսքից ելնելով մաքսատուրքերը կարծես Միացյալ Նահանգները իդեմս Թրամփի այսպես մահակ է օգտագործում միջին երկրների նկատմամբ Գրենլանդիայի մասով տեսանք ինչ հայտարարություններ արեց այս ամենին արձագանքը նաև Իտալիայի
Ֆրանսիայի ղեկավար կազմի կողմից։ Ըստ ձեզ, ի վերջո, ինչ է անում Թրամփը, նոր աշխարհակարգ է ձևավորում, աշխարհը կիսելու ճանապարհին են, թե այս կերպ ինքը փորձում է, այսպես տնտեսական բոլոր, այսպես ասենք, լծակները վերցնել իր ձեռքը եւ այդ կերպ վերջին հարվածը եւ գուցե վերջնական հարվածը փորձել հասցնել Ռուսաստանին եւ Չինաստանին։ Համեցեք։ Մարիամ, տես, դու սկսեցիր Կանադայի հետ կապված, ավելի ճիշտ կլինի, եթե մենք մինչև վերջ քննարկենք այդ դրվագը եւ կարծում եմ այդ դրվագի վրա էլ եզրակացությունների հանգենք։ Երբ Կանադան ասեց, որ այն խնդիրները, որ ստեղծել է իր համար Ամերիկան, դա նա իրեն դրդում է, որպեսզի ինքը լայնածավալ տնտեսական հարաբերություններ, ազատականացված հարաբերություններ հաստատի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նկատմամբ, դրան հետևեց Թրամփի հայտարարությունը այն մասին, որ ինքը հետ է կանչում այն հրավերը, որ ուղղված էր նաև Կանադային խաղաղության խորհրդին մասնակցելու համար եւ սպառնաց Կանադային, որ եթե Չինաստանը այդպիսի բան անի, Կանադան ու Չինաստանը այդպիսի բան ստորագրեն, ապա ինքը 120-ից մաքսատուր կսահմանի Կանադայի նկատմամբ։ Եվ ամենատխուրը այն էր, որ Կանադան ասեց, որ ինքը դադարեցնում է իր հարաբերությունների խորացումը Չինաստանի հետ, այսինքն ընկրկեց։ Եվ գիտեք, Մարիամ, տարիներ շարունակ, միգուցե տասնամյակներ շարունակ, ամբողջ մոլորակի խնդիրներ ունեցող ժողովուրդները քննադատում էին իշխանություններին, միջազգային կառույցներին, որ նրանք առաջնորդվում են երկակի ստանդարտներով։ Հիմա կարծեք, թե դիմակները նետված են մի կողմ եւ աշխարհը առաջնորդվում է մեկ ստանդարտով, ու դա ուժի ստանդարտն է։ Ես չգիտեմ ինչքան կտևի այս ընթացքը, բայց կարող եմ ասել, որ մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը եւս եղել է այսպիսի մի ընթացք, երբ բոլոր երկրները ընկրկում էին ուժի առաջ ու տեսեք, թե ինչպեսի ողբերգության դա բերեց երկրորդ համաշխարհային պատերազմին, դրանից հետո մարդիկ հասկացան, երկրները հասկացան, որ այնուամենայնիվ պետք է լինեն կանոններ եւ այդ կանոնները պետք է պահպանվեն բոլոր դեպքերում, անկախ նրանից ով է փորձում այդ կանոնը խախտել, հզոր ուժի թե փոքր ուժի տեր պետությունը։ Եվ մի շատ կարևոր հանգամանք էլ կա, Մարիամ, տես, այդ կանոններից օգտվում էին հիմնականում ոչ հզոր պետությունները, որտեղ հզոր պետությունների համար այդ կանոնները եղած թե չեղած մեկ հաշիվ էր, իրենք անում էին իրենց գործերը ու ասում էին, այս անգամ այս ստանդարտով, մյուս անգամ մեկ ուրիշ ստանդարտով։ Փոքր երկրների հիմնական պաշտպանությունը միջազգային հարաբերություններում այն կանոններն էին, որոնք ձևավորվել են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ես ենթադրում եմ, որ այս ընթացքը եւս կավարտվի պատկերավոր ասած Յալթա 2-ով եւ ինչպես Յալթա 1-ում հաղթող երկրները ըստ էության ձևավորեցին այդ աշխարհակարգը, որը իր դրական ու ոչ դրական դրսևորումներով այդուհանդերձ բավականին երկար դիմացավ շուրջ 70 տարի։ Ես կարծում եմ, որ աշխարհը գնում է դեպի նոր այդպիսի Յալթա 2-ի։ Կանցնի այդ ճանապարհը նոր մեծ ճգնաժամներով։ Կարծում եմ, այո, այդ ճգնաժամները կբերեն պատերազմական գործողությունների։ Կարծում եմ, որ այդպիսի զարգացումների դեմ կա մի հզոր զենք, դա միջուկային զենքն է։ Եվ ես կարծում եմ, որ այդ միջուկային զենքի առկայությունը մեզ թույլ կտա հուսալ, որ այդպիսի զարգացումները այդուհանդերձ մեծ լայնածավալ պատերազմի չեն բերի։ Եվ այդ տեսակետից իսկապես հին աշխարհակարգը այլևս փլուզված է, դրա մասին առանց թաքցնելու խոսում են աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարներ, գործում է ուժի իրավունքը եւ ես կարծում եմ, որ դրա վերջը եւս կգա եւ կգա ճիշտ այնպես, ինչպես նախորդ անգամ եղավ, հաղթողները կհավաքվեն եւ նոր աշխարհակարգ կսահմանեն։ Շատ կարևոր է, թե ովքեր կլինեն այդ հաղթողների մեջ։ Ես ենթադրում եմ, որ 4 պետություն ակնհայտորեն կլինեն դրանց շարքում, դա Միացյալ Նահանգներն են, Ռուսաստանը, Չինաստանը եւ Հնդկաստանը, եւ
Հայաստանի համար չափազանց կարևոր է, որ այդ բոլոր 4 երկրների հետ ունենա վստահելի, փոխշահավետ եւ անդավաճան հարաբերություններ, որտեղ այս պարագայում դավաճանելով քու հզոր դաշնակցին դու հայտնվում ես բավականին խոցելի վիճակում։ Երբեք նոր դաշնակիցը քու հետ չի վերաբերվի այնպես, ինչպես կվերաբերվի որևէ մեկին չդավաճանած դաշնակցի, որտեղ եթե դու մեկին դավաճանել ես, ակնհայտ է, որ կդավաճանես նաև մյուսներին։ Սա շատ կարևոր սկզբունք է, կարծում եմ, եւ այն ինչի մենք ականատես եղանք մեր վերջի 7 տարիների պատմության ընթացքում, այն ողբերգություններին, դա հենց դրա փայլուն դրսևորումներ։ Մենք դավաճանեցինք, իհարկե, մյուս կողմն էլ շատ անթերի չգտնվեց մեր հետ հարաբերություններում, բայց այդուհանդերձ նախաձեռնությունը խարխլելու այդ հարաբերությունները եկավ այսօրվա իշխանություններից եւ այն ողբերգությունները, որոնք մենք այսօր ականատես ենք, դա հենց այդ անխոհեմ մեղմ է ասված, ես ենթադրում եմ հենց մտածված կամ խամտածված հետևողական քայլերի արդյունքներ։ Եվ երբ մենք խոսում ենք իշխանափոխության մասին այս տարվա ընթացքում, այդ իշխանափոխությունը հենց պետք է կասեցնի այն անկումման ընթացքը, որը սկիզբ է առել դեռ 18 թվականից։ Այդ անկումը կգնա, կխորանա, եթե մենք այս իշխանությանը չհեռացնենք։ Իսկ կարծում եմ, որ այս իշխանության հեռացնելը այլևս ոչ միայն հրամայական է, այլև իրագործելի։ Բայց նույն Դավոսում մենք տեսանք Նիկոլ Փաշինյանի, Խաչատուրյանի այսպես կեցվածքը, պահվածքը, այս ինչի դրսևորում էր եւ ոչ մի բaragայում չբարձրաձայնել մեր ռազմագերիների մասին, չխոսել, դրա փոխարեն այսպես կզած շնորհակալություն պարոն Ալիև, շնորհակալություն, որ տեսնես ինչի համար, խնդրեմ։ Տեսեք, երբ ես ասում եի, որ մենք այս 4 ավելի շուտ կարելի ասել հենց 7 տարիների ընթացքում այս իշխանության օրոք միայն պարտություններ են կրել, այդ պարտությունները նաև սկիզբ են դիվանագիտական ճակատում, միջազգային հարաբերությունների ճակատում անհաջողություններից կամ էլի եմ ասում, անհաջողությունները մեղմ է ասված, կարծում եմ հենց պլանավորված քաղաքականությունից։ Այս իշխանությանը զավթած մարդն էր, որ ասում էր, որ նախորդ իշխանությունները միջազգային հարաբերություններում կոշիկ լիզելով են զբաղված։ Այն ինչ որ իրենք արեցին Դավոսում, դրա ցայտուն ապացույցներ։ Ինչպես կարելի է, եթե քո արժանապատվությունը չի, դու մի ամբողջ ժողովուրդ ես ներկայացնում, գնում ես քո ժողովրդի դահիճին, որը 5000 երիտասարդ է սպանել, որը 120,000 մարդ է տեղահանել իր հազարամյակների բնորանից, պղծում է այսօրվա մեր սրբությունները, նրան շնորհակալություն հայտնես։ Որևէ մեկը այդպիսի իշխանության ղեկավարին ու հետևաբար նաև ամբողջ իշխանությանը ու այդ պետությանը չի կարող հարգել։ Որևէ մեկը, նույնիսկ այն ումը որ դու ստորանում ես, նա էլ քեզ չի կարող հարգել։ Եվ նորից եմ ասում, այս նահանջի ընթացքը նահանջ բոլոր ճակատներով։ Տնտեսական, կարծում եմ դրա մասին խոսենք, քաղաքական, դիվանագիտական, պետք է կասեցվի։ Մենք այն պետությունը չենք, որ համակերպվենք սրա հետ։ Ընդամենը 7 տարի առաջ մենք պետություն էինք, որը իրավիճակ էր թելադրում Հարավային Կովկասում։ Մենք նորից պետք է վերադառնանք այդ կարգավիճակին։ Այդ կարգավիճակը, կարծում եմ, շատ ավելի բնական ու նպաստավոր է այն երկրների համար, այն 4 երկրի համար, որոնց մասին ես ասացի, որոնք ինձ թվում է հենց Յալթա 2-ի հիմնական մասնակիցներն են լինելու։ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան եւ Հնդկաստան։ Սա է, Մարիամ, մենք պետք է կասեցնենք եւ այդպիսի ստորացուցիչ դրվագները պետք է մնան մեր պատմությունում եւ դասը միայն մեկը պետք է լինի։ Երբեք այլևս մենք չպետք է թույլ տանք, որ որևէ փողոցից եկած պատահական խմբակ գա իշխանության ու կործանի այն, ինչը մենք արյուն քրտինքով ստեղծել էինք։ Սխալներով, ճիշտ քայլերով, սխալ քայլերի արդյունքով մեր սխալները ճշտելով, այդուհանդերձ մենք հասել էինք այնպիսի հաջողությունների, որը ոչ միայն քաղաքական, ոչ միայն պաշտպանական, այլև բարեփոխումների առումով ցուցիչ էր հետխորհրդային երկրների համար։
շատերը գալիս են եւ հենց Հայաստանից են սովորում, թե ինչպես պետքա պետական շինության ավելի բարձր մակարդակի հասնեն իրենց երկրները։ Այնպես որ Աստված տա այս խնդրը մենք լուծենք, վերականգնելու խնդիրը կարծում եմ ժամանակի ընթացքում մենք կարողանանք իրականացնել։ Բայց ինչպես գիտենք, առաջիկայում սպասվում է Վենսի այցը Հայաստան, այնուհետև նաև Ադրբեջան։ Պարոն Աշոտյան այսպիսի առաջարկ էր արել, որ այս այցը պետք է շատ նպատակահարմար օգտագործել, բարձրաձայնելու քրիստոնյաների հալածանքի, մեր ռազմագերիների մասին։ Իմիջիայլոց մենք ունենք նախադեպ, օրինակ Բելարուսի օրինակով, ինչպես ազատ արձակվեցին քաղաքատարքյանները, եւ հիմա նույն ձևով պետք է այս ամեն ինչը գեներացնել Հայաստանում։ Այսօր պարոն Սասունյանի հետ էինք զրուցում, ասում էր նա, որ Վենսը երբ լինի Հայաստանում, պետք է հազարավոր քաղաքացիներ շրջափակեն դեսպանատունը եւ իրենց արդար բողոքի ձայնը բարձրացնել եւ այս հարցերը պետք է լուծում ստանան։ Մեր հայրենակիցները խոշտանգվում են Բաքվի բանտերում, մեր հայրենակիցները խոշտանգվում են Հայաստանի բանտերում, խնդրեմ։ Մարիամ, իսկապես այսպիսի առիթը հաճախ չի լինում եւ իդեպ Միացյալ Նահանգները իրեն դրսևորում է կամ գոնե իրեն այդպես է ներկայացնում որպես քրիստոնեության պաշտպան աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում նաեւ աֆրիկյան երկրներում, որտեղ քրիստոնյաներին հալածում են, այստեղ այսպիսի հալածանք քրիստոնյաների նկատմամբ ուրիշ որևէ երկրում չեք տեսնի։ 1700 տարվա քրիստոնեական ինստիտուտի նկատմամբ պետական միջոցներով հալածանք է սկսել։ Պետական կառույցները, որոնք կոչված են ուրիշ խնդիրներ լուծելու, ազգային անվտանգության խնդիրներ լուծելու, մտնում են հոգևորականների ընտանիքը, ահաբեկում են հոգևորականներին, նրանց կանանց, երեխաներին, որևէ երկրում sense բան չի եղել։ Եվ առիթը չօգտագործել այն երկրի ներկայացուցիչին փոխնախագահի մակարդակով, որը այդպիսի կարգավիճակ է իրեն վերագրել քրիստոնյաների պաշտպանության կարգավիճակ, իհարկե դա պետք է արվի։ Իհարկե պետք է արվի, ընդ որում ոչ միայն Հայաստանում պահվող այս մեր հոգևորականների նկատմամբ սանձարձակ վերաբերմունքների առումով, այլև նաև Բաքվի բանտերում պահվողների նկատմամբ, որովհետև դրանք մարդասիրության որևէ հետք չունեն իր մեջ, որևէ այդ մարդիկ ընտրված մարդիկ են եղել, նրանց մի մասը ռազմական գործողությունների ճանապարհով են բարձրացել վերև, բայց մյուսները քաղաքական գործողությունների ճանապարհով, եւ այդ մարդկանց հետ 3 համանախագահները, ոնցից մեկը Միացյալ Նահանգների ներկայացուցիչները տարիներ շարունակ քննարկել են, թե ինչպեսի պետք է զարգացում ունենա այս process-ը եւ ինչպեսի եզրահանգում պետք է ունենա Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը։ Եվ այսօր այդ մարդիկ, ում հետ հենց այդ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները բազմիցս հանդիպել են ու քննարկվել են, գտնում են իրենց գործունեության համար, իրենց ընտրողների տրված քվեով իրենց լիազորությունների իրականացման համար Բաքվի բանտերում։ Իհարկե պետք է օգտվել այդ առիթից եւ նրանց ընդ որում գիտեք ինչ, ես չեմ կարծում, որ դա մենք պետք է սպասենք, որպեսզի այդ փոխնախագահ գա Հայաստան ու նոր դրա մասին խոսենք։ Ես կարծում նախորոք ինքը պետք է իմանա, թե այստեղ իր համասին իրեն ինչ հարցեր են տալուց, ինչի մասին, ինչ ակնկալիքներ ունեն իրենից։ Եվ պատրաստված ինքը պետք է գա այստեղ։ Պատրաստված պետք է գա, եւ ես կարծում եմ այդ առումով նաեւ մեր ամերիկյան հայ համայնքը պետք է աշխատանքներ կատարի, ներկայացնի այն մեծ խնդիրները եւ այդ խնդիրների վերաբերյալ Միացյալ Նահանգների տեսակետները, որի մասին մենք այստեղ զրուցում ենք։ Ջիդի Վենսը պետք է Հայաստան գա իմանալով մեր ամերիկյան հայ համայնքի ներկայացուցիչների կողմից, որ այս խնդիրը գերկարևոր է հայ ժողովրդի համար եւ այս խնդրի լուծման վերաբերյալ Ամերիկայի տեսակետը եւս շատ կարևոր է։ Եվ ես կարծում եմ, որ այս առիթը եթե մենք կարողանանք ճիշտ օգտագործել, ապա ինչպես շատ դեպքերում ճիշտ օգտագործված հնարավորությունը կտա իր դրական պտուղները։ Ես չեմ բացառում, որ նույնիսկ խուսափելով ավելի ոչ նպաստավոր զարգացումներից եւ Հայաստանի իշխանությունները եւ Ադրբեջանի իշխանությունները հետ կանգնեն այս սանձարձակ ու վայրի վերաբերմունքից։ Մեկը Հայաստանում, մեկը Ադրբեջանում։ Կարճ եթե կապեմ, մենք ունենք լուրջ աշխատանք Սփյուռքում եւ Հայրենիքում, որպեսզի այս հնարավորությունը օգտագործենք բոլոր առումներով լավագույն ձևով։
մենք ապրում ենք մի իշխանության ժամանակաշրջանում, որտեղ իրենք խոսում են, որ գիտեք, մենք մեզ միլիարդավոր պարգևավճարներ ենք տալիս, որովհետև խաղաղություն ենք բերել։ Գիտեք, որ թոշակառուն ուզում է փող բարձրանել, այդ մենք պիտի նախ մեր փողը բարձրացնենք, լավ հագնվենք, որ դրսում թոշակառի ներկայացնող պետք է լավ տեսքով ներկայանաս։ Գալա Սիմոնյանն էլի ասում, որ թոշակը բարձրացնողները պետք է լավ հագնվեն։ Այս իրականության մեջ մեր սովի մատնված հայրենակիցները այո այս բառի իմաստով խայտարակ ցուցանիշներ են աղքատության մակարդակը Հայաստանում ինչ վիճակում է։ Այս ամենի ֆոնին նաև մեր տնավեր հայրենակիցները, արցախցիները ինչ սոցիալական խնդիրներ ունեն, բայց իհարկե իրենք միլիարդների պարգևավճարներ են դուրս գրել եւ ֆինանսների նախարարն էլ ասում է մեծ պատմություն է սարքում պետական պարտքի բարձրացումը ժամանակին ինչ որ միլիարդ է եղել հիմա մեկ ուրիշ միլիարդ է կրկնակի եւ ավելի բարձրացել է պետական պարտքը բայց իրենք այսպես են մեկնաբանում խնդրեմ Մարիամ տես մարդկային ցինիզմը սահման չունի մարդիկ շատ հեշտ են իշխանության գալով մոռանում թե ինչ ժողովրդի հետ իրենք գործ ունեն, մոռանալով թե ժողովրդի առօրյա հոգսերը ինչպիսի ծանր անելանելի խնդիրներ են առաջացնում այդ մարդկանց համար, մոռանալով թե ինչպես մարդիկ իրենց վարած քաղաքականության հետևանքով տնավեր են եղել, թողել են սերունդների ընթացքում կուտակած հարստությունը, սերունդների ընթացքում այդ տները, այդ այգիները, այդ պարտեզները, այդ եկեղեցիները, այդ հողն ու ջուրը իրենց պատճառով թողել եկել են։ Մոռանում են, որ այդ մարդիկ բազմաթիվ զոհեր են ունեցել իրենց վարած քաղաքականության հետևանքով ու իրանք այսօր խոսում են նույնիսկ չգիտեմ բառեր չեմ գտնում ինչպես կարելի է այսօր խոսել լավ հագնելու մասին ու ցույց տալ որ այդ լավ հագնելը իշխանությունը ավելի ճիշտ ներկայացնելու միջոց է ով է տենց մտածում մարդ որը ոչ հայրենիք է հասկանում ոչ հող ու ջուր է հասկանում ինքը հասկանում է միայն ցոփ շվայտ կյանք գիտես Մարիամ այս մոտեցումը շատ ուսանելի է շատ ուսանելի է այն մարդկանց համար ովքեր խափնվել են 18 թվականին ովքեր խափնվել են 21 թվականին շատ ուսանելի է որպեսզի իրանք գոնե 26 թվականին չխափնվեն հասկանան թե ինչ հրեշի հետ իրենք գործ ունեն հասկանան որ այդ հրեշը մի հրեշ է որ նայելով 100 հազարավոր թոշակառուների 120,000 տնավեր եղած արցախցիներին կարող իրեն այդպիսի ցինիկ վերաբերմունք թույլ տալ իրենք չեն փոխվի իրենց էությունը այդպիսին է եղել նաև այն ժամանակ երբ իրանք դեռ իշխանության չէին իրենց պետք է հեռացնել երբ որ դուք իրենց հեռացնեք հաջորդները կհասկանան որ երբեք չի կարելի ժողովրդի հետ այդպես ցինիկորեն վարվել չի կարելի ժողովրդին տնավեր անել չի կարելի կորցնել հայրենիքը չի կարելի պետությունը կորցնել չի կարելի հանգիստ ապրել մի երկրում եւ իշխանություն վարել եւ որ այդ երկրի 100-200 քառակուսի կիլոմետրը թշնամի պետությունը գրավել է ու դու գնաց տորաբար նրան գովաբանես այդ պետության ղեկավարին չի կարելի դա անթույլատրելի է դա չի կարող չպատժվել եթե այս երևույթը չպատժվի մեր հասարակության կողմից 26 թվականին այս ժողովուրդը չի կարող գոյատևել պատմությունը այդպիսի բան դա անտրամաբանական է ինչպես կարելի է այս իշխանությունը պահել այն ժամանակ երբ որ այս իշխանությունը քայլ առ քայլ տանում է այս ժողովրդի վերացմանը իր սրբություններն է վերացնում իր հողն է տալիս թշնամուն իր գիրն ու գրականությունն է նենգափոխում պատմությունն է նենգափոխում այս իշխանությունը տրամաբանական մարդկային տրամաբանական առումով դատապարտված է հեռացման իսկ դրանից հետո օրենքի տարին ու ոգուն համաձայն կարծում եմ կլինի դատ եւ յուրաքանչյուրը ըստ այդ օրենքի իր պատիժը կստանա ու դա կլինի բնական ու դա կլինի առողջարար դա կլինի բնական տրամաբանական շարունակություն այն ողբերգության որին մենք ականատես ենք վերջի 7 տարիների ընթացքում
դանակահարություն, միջազգային հարաբերություններ, վերջերս այդ ցայտուն օրինակը 3 կարծեմ Գորիսում տեղի ունեցած այդ ողբերգությունը, այս ինչի դրսևորում է պարոն Մինասյան։ Գիտես Մարիամ, երբ իշխանությունը գործնում է իր կապը իրականության հետ, խզում է իր կապը իրականության հետ, ինքը սավառնում է մի իրականության մեջ, որտեղ պրոբլեմները բոլորովին հեռու են այն պրոբլեմներից, որում ապրում է ժողովուրդը։ Հələ տեսեք քաղաքի իրավիճակը։ Ձյուն է եկել եւ մարդիկ չեն կարողանում դուրս գալ տնից։ Մեքենաները չեն կարողանում շարժվել։ Դե, դա էլի պատկերացնում ես։ Հերթական անգամ անակնկալ մատուցեց։ Ձմեռով ձյուն։ Հա, իհարկե։ Այո, պլանավորել ենք 9 տարի առաջ։ Ժամանակի նույն Տիգրան Ավինյանը դիմադիր ժամանակի քաղաքապետ Արոն Մարգարյանին առաջարկում էր դուրս գան ընտանիքով ներողություն լամպատկաներով ձյունակրել, դե դուրս գան հենց հիմա։ Գիտեք, քաղաքապետը նրա համար չի, որպեսզի բահերով ձյունը մաքրի, քաղաքապետը նրա համար է, որպեսզի պլանավորի իր աշխատանքները այնպես, որ երբ որ ձմեռը հերթական անգամ անակնկալ լինի ու ձյուն գա, այդ ձյունը մաքրվի, չի կարելի այսպեսի ցինիկ վիրաբերմունք ունենալ ժողովրդի նկատմամբ, չի կարելի, այդ ժողովուրդը պետք է ասի հեռացեք, բավական է մեզ այս ողբերգության մեջ պահեք, բոլոր բնակավարումները, ձեր ասած բնակավարում, իսկապես այն իրավիճակը, որ այսօր կա, դա այդպես պետք է լինի, եթե ամբողջ ոստիկանները մարզերից բերեն Երևան, որպեսզի ասենք թե այդ կառավարության շենքերը պահեն, պարզավոր ընդեղ այդպիսի մարդասպանություններ պետք է լինի։ Դա անխուսափելի է։ Չգիտեմ, ես շատ եմ քայլում աշտանքի բերումով քաղաքի կենտրոնում, այնտեղ Հայաստանի բոլոր բարբառներով խոսացող ոստիկանների եմ ես հանդիպում։ Դե այդ ոստիկանները, որ իրենց գործը չեն անում իրենց մարզերում, այնտեղ էլ այդպիսի երևույթներ են տեղ ունենում։ Սա եւս բնական է։ Եվ սա եւս մեկ ապացույց է այն բանի մասին, որ այս իշխանությունները քանդում են այն բոլոր ինստիտուտները, որոնք դժվարությամբ կառուցվել են։ Իրանք վերացնում են պետականությունը, վերացնում են պետական ինստիտուտները։ Դրա մասին այսօր էլ եմ ասել, նույնիսկ ասեմ։ Վերջին ինստիտուտը, որը դեռ չեն հասել վերացնել, դա մեր 1700-ամյա եկեղեցին է, ու չեն էլ վերացնելու։ Այդ մենք միասին պետք է եկեղեցու հետ միասին միավորվենք ու իրանց հեռացնենք, այս չարիքին հեռացնենք։ Փրկության այլ ճար չկա։ 7 տարի անկումը պետք է կասեցվի։ Եվ քաղաքական պրոցեսներ են ընթանում, այս տարիներ սպասվում են ընտրություններ եւ առհասարակ մենք արդեն տեսնում ենք, որ մեր ձևով շարժումը, որը արդեն որպես ուժ կուսակցություն է ներկայանալու, ուժեղ Հայաստան կարծեմ անվամբ, հետաքրքիր է պարոն Մինասյան ձեր տեսակետը, իրենք ըստ ձեզ որ սեգմենտի վրա են աշխատելու, համեցեք։ Տես Մարիամ, պատմականորեն այնպես է ստացվել, որ այս վայ իշխանությունները եւ նրանց դեմ գործող արմատական ընդդիմությունը դիրքավորվել էին պաշտպանական անվտանգային խնդիրների շրջանակներում եւ այդ հակամարտությունը դրսեւորվում էր հիմնականում հենց այդ բնագավառում, որովհետեւ շատ մարդիկ, որոնք զբաղվում էին ոչ պաշտպանական կամ անվտանգային բնագավառներում, սակայն քաղաքական գործիչներ էին, իրենք եւս տեղափոխվեցին այս դաշտ, որովհետեւ դա ամենակարևորն էր ու մի տեսական հասկանալի էր այդ խնդիրների արկայության պարագայում Ղարաբաղի խնդիր խնդիրներ, պատերազմ, տեղահանություն, զբաղվել այլ ոլորտներով, մասնավորապես նաեւ տնտեսական։ Բայց խնդիրը կայանում է նրանում, որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ իշխանությանը եւ ընդդիմությանը տրված ձայներից բացի կա մի 60-70 կամ 50-60% ձայներ, որոնք չեն բաշխվում։ Այդ ձայների տերերը, հասարակության այդ սեգմենտը իր խնդիրների լուծումը չի տեսնում ոչ իշխանության ներկայացուցիչների, ոչ էլ ընդդիմության ներկայացուցիչների կողմից։ Եվ ես կարծում եմ, որ մեր ձևով շարժումը կամ ուժեղ Հայաստան ապագա կուսակցությունը շատ ճիշտ ֆոկուս է վերցրել իր գործունեության որպես օբյեկտ, դա այդ դեռ չկողմնորոշված ընտրազանգվածն է։ Եվ բնականաբար սոցիալ-տնտեսական խնդիրները նրանց համար ամենակարևորն են, դե որտեղ կա պաշտպանական անվտանգային խնդիրներ, երկրորդը սոցիալ-տնտեսական խնդիրներն են։
եւ երբ հետևում եմ ես իրենց ներկայացրած ծրագրերի դրվագներին, իրենց ելույթներին, ես հասկանում եմ, որ իսկապես իրենց սեգմենտը հենց այդ չկողմնորոշված սեգմենտն է եւ եթե նրանք կարողանան լավ աշխատեն այդ մարդկանց հետ, ներկայացնեն իրենց տնտեսական ծրագրերը, ներկայացնեն իրենց սոցիալական ծրագրերը, թե ինչ է սպասում մեր երկրում, ինչպիսի փոփոխություններ, ինչպիսի դրական տեղաշարժեր կլինեն եւ ունեն իրենք հիմնական նպատակ այս իշխանությունից ազատվելու, ես կարծում եմ, որ առաջիկա ընտրությունները այս տարվա կեսին իսկապես դրական արդյունքներ կունենան, որտեղ այն ընտրազանգվածը, որը արդեն գտնվում է տևական ժամանակ այս իրեն ձայնը որոշել է տալ այս արմատական ընդդիմությանը, որը պայքարել է այս 7-8 տարիների ընթացքում այս իշխանության դեմ, չկողմնորոշվածներն էլ իրենց ձայները կտան առաջնորդվելով խնդիրների լուծման սոցիալական, տնտեսական գերակայությունների ճանապարհով գնալուն, հենց մեր ձևով շարժմանը եւ ես կարծում եմ, որ այսպիսի խճանկարի առաջացումը իսկապես ամենանպաստավորը կլինի այդ ընտրություններում այս իշխանությանը պարտության տանելու եւ նրանցից ազատվելու առումով։ Ես եմ շնորհակալ հավերի համար։